Բարի լույս անձրևոտ Միլանից, այսօր իմ երկրորդ օրն է, որ պետք է անցկացնեմ Միլան քաղաքում։ Եթե երեկվա էպիզոդը նայել եք, հաստատ տեսել եք, որ շատ քիչ բան եմ հասցրել անել Միլանում, դրա համար այսօր պետք է շատ բան անենք։ Եթե հենց հիմա դու առաջին անգամ ես նայում իմ այս վիդեոները ու չես հասկանում ինչ է կատարվում, անպայման նախորդ էպիզոդները նայեք, որ հասկանաք ես ոնց եմ հասցել Միլան քաղաք, ինչերի միջով եմ անցել, ժամը քանիսին եմ հասցել, ինչ եմ արել, ինչ եմ կերել, ուր եմ գնացել։ Այդ ամեն ինչը հասկանալու համար պետք է այս վիդեո շարքը անպայման մաս առ մաս նայեք։ Ու չմոռանաք ինձ հետևել Instagram-ում ու բաժանորդագրվել այս YouTube-յան ալիքին։ Всё, գնացինք։ We've been living in sin so long. Բավականին ուժեղ անձրև է գալիս Միլանում ու լավ էլ քամի է, լավ է տաք եմ հագնվել։ Որոշել եմ ամենաառաջին տեղը, որ մենք պետք է գնանք այսօր, դա Duomo di Milano-ն է, երեկվա նույն տաճարը, որ գնացինք գիշերով։ Դե բնականաբար փակ էր, հիմա գնում եմ ժամը առավոտվա 10-ին, բաց է լինելու ու ուզում եմ անպայման ներս մտնել, ներսից էլ տեսնել։ Բայց ես սոված մեռնում եմ, ոչ մի բան չեմ կերել հյուրանոցում։ Մի անգամից պատրաստվել եմ ու դուրս եմ եկել։ Ափսոս են հերվից սիրուն կադրերից չեմ կարողանալու ստանալ, որովհետև անձրև է գալիս ու կամերան միգուցե փչանա։ Ու ես հաստատ չեմ ուզում, որ փչանա։ This one. 4. All right. Can you also heat it in the microwave? Barbara. Sì, perché vuoi? 4, yes? Grazie. Այս պիցայի կտորը, ինչպես տեսակ, արժեր 4 եվրո։ Վճարելուց հետո, երբ ես արդեն խանութից դուրս եկա, իմ հեռախոսի մեջ տեսա, որ 5 եվրո է քաշել 4-ի փոխարեն։ Անկեղծ չգիտեմ, դա պատահական ստացվեց, թե դիտման բարեց։ Հիմա չեմ հասկանում ուղղակի ոնց պետք է ուտեմ այս անձրևի հազիվ մի տեղ եմ գտել, որ անձրև չի գալիս։ Փորձում եմ այս պիցան, որը գնել եմ 4 եվրոյով։ Թե բա 4 եվրո։ Շատ համով է երևում։ Շատ համով է։ Այս Apple Pay-ով վճարելու սիստեմը ինձ շատ դուր եկավ այստեղ։ Մյուս երկրներում, եթե հիշում եք, սենց չէր։ Where is M3? Metro M3. Dove devi andare? I don't speak... Comasina, San Donato? Ah, Duomo. Noi siamo qui. Yes, yes, Ok, yes. qui. Ահա, 6. from 6. here. Esatto. Yes. Merci, thank you, bye-bye. Միամիտ մերսի ասեցի։ Մոռացա այդ պահին, որ պետք է ասեմ grazie։ Ուղիղ գնում եմ 5 կանգար, 5 կանգարից արդեն կհասնեմ Duomo di Milano։ Տեսնենք այնտեղ ոնց է լինելու ներս մտնելը, տեսնենք արժեքը ինչքան է լինելու։ Հասանք Duomo։ Վերջ, հասանք։ Վաու, երեք գիշերով էի տեսել, բայց սենց լուսավոր ինչ սիրուն է, շատ սիրուն է։ Երեք գիշեր այստեղ մի անծանոթ աղջկա տվեցի հեռախոսս, նկար արեցինք։ Հիմա էլ պետք է մի հատ անծանոթի խնդրեմ, սենց լուսավոր նկարվեմ Duomo-ի դիմաց։ Բարիվ։ Հես այստեղ լավ երկար հերթ է։ 12.50 է հիմա 25-ի փոխարեն։ Excuse me, hi. Do I have to buy it online or I can go there? All right, thank you. Այստեղ հենց դիմացում գտնվում է Տոմսերի վաճառման կետը, այսինքն պարտադիր չի on-line գնել։ Հիմա գնում եմ այդ կողմ, գնամ այնտեղից առնեմ։ Հուսով եմ կլինի նույն 12.50 եվրոն։ Hi, I want to buy a ticket. That's number 8. Okay. Hello. This is... It's 12.50, right? Wanna visit only the inside? What else is there? The roof? Yeah, I want to see that too. How many stairs is it? 150 steps. That's fine. Yeah. I did more than that. Grazie. Ciao. Եթե ուզում եք նաև բարձրանալ վերև, տանի, օրոք մեջքս ջարդեցի։ Եթե ուզում եք նաև բարձրանալ վերև, պետքա վճարեք հավելյալ 7 եվրո, ես դրա համար էլ վճարեցի 20 եվրո ընդհանուր, քանի որ ասեցի աստիճաններով կբարձրանամ, իսկ եթե ես ուզեի վերելակով բարձրանալ, ընդամենը 200 աստիճան է, իրականում այդքան էլ շատ չի, ես եղելա դրանից ավել եմ բարձրացել։
Դպրոցականները էքսկուրսիայի են եկել, ինչպես տեսնում եք։ 24 hours later. Deve filmare tu, moroto lì. Done, thank you. wait. Now do it. The bag? Sì, open. It's very cold, yeah? Grazie. Thank you, grazie. Grazie. 250 աստիճան ենք բալկոնում։ Մի շաբաթա ջիմ չեմ գնացել, ես որ լավ էր ես աստիճաններով կարդիո անելը։ Ես հասանք, ես ինչ արագ հասանք, ինչ սիրուն է։ Այս նկարը 1925 թվականից է, նայեք։ Ես դուք հայ եք։ Ես էլ կողքից լսում եմ։ Ուզում եմ հասկանամ։ Ճիշտ եմ լսում թե չէ։ Ես էլ եմ հայ, ես Սիրիա հայ եմ։ Այո, Հայաստանից եք։ Հայաստանյան հայերեն եք խոսում։ Հա, դե վիդեոյի համար հա, իմ նայողները, որովհետև Հայաստանից են։ Այո։ Դե ձեզ լավ ժամանց։ Ուրախ էի շատ, մերսի։ Oh, pretty good. Thanks so much. If you need a photo, tell me. I can do it for you. Yeah, sure. Շատ սիրուն նկար եմ ստացել, շատ։ Մտեք իմ Instagram-ում նայեք։ Ուզում եք երկուսիդ նկարը։ Ես էլ եմ հայ։ Հա, ստենց բայց շատ սիրուն է, պատրաստ։ Մի հատ են կողմ նայելով։ Մի քիչ աջ կողմը բաց եք էլի ձեր դեմքի։ Սենց բաներ։ ապրեք շատ, Այստեղից էլ արդեն 90 աստիճան պետք է բարձրանանք, ու արդեն կլինենք ամենավերևում։ 90 աստիճան է մնացել, նոր կարդացի։ Հա, 90 ու վсё։ Հասանք։ Եվ այսպիսով ես գտնվում եմ Այսպիսով ես գտնվում եմ Duomo di Milano-ի ամենավերևում տանիքում։ Ինչպես տեսնում եք, շատ սիրուն է այս շինությունը, եւ եթե հիշում եք, երեք ասել էի 1386 թվականին են կառուցել, որը տևել է 600 տարի։ Could you please take a photo for me? I just wanted to be here, like this, yeah. Alright? I'm gonna be standing in the center. Yeah, sure. I'll do my best. Yeah, thank you so much. Is it good? Thank you so much. If you need a photo, tell me, I'll do it for you. No. Կրկին անծանոթներն են դառնում իմ լուսանկարիչները, բայց այս անծանոթներից 50%-ը դառնում են ինձ ծանոթ մարդիկ, արդեն նույնիսկ հետևում ենք իրար Instagram-ով ու կապ ենք պահում։ Դուրս գալու հերթը ավելի շատ է, քան նոր եկողների հերթը։ Ահա եւ հայտնվեցինք ներսում։ Կրկին հայտնվել եմ հսկա, չքնաղ, պատմական մի շինության մեջ։ Եվրոպայի այս բոլոր տաճարները, եկեղեցիները, շենքերը, ինչ ուզում ա լինի, ինձ շատ գրավում է իրանց ճարտարապետությունը։ Մեկ նայեք այստեղ էլի։ Եվ այսպիսով ես գտնվում եմ It's okay, you can. No problem. Ահա եւ ես գտնվում եմ Duomo di Milano-ի ներսում, որը շատ հսկա է ու շատ սիրուն։ Ինքը համարվում է Իտալիայի ամենախոշոր եկեղեցին, որտեղ գտնվում է 3400-ից ավել արձաններ։ Այստեղ ներսում կա երկու հատված, որ առանձին տոմսեր պետքա գնես։ Հիմա ես 7 եվրո եմ վճարում, որպեսզի կարողանամ երկու տեղերն էլ մտնել։ Thank you. Հիմա առաջինը եկել եմ Scrollo di San Carlo-ի սրբավայրը։ Իսկ երկրորդ տեղը, որ մտնելու եմ, դա իրենց archaeological հատվածն է, այսինքն հնագիտական մասն է, որ ինձ թվում է շատ սիրուն է ներսում, մի քանի նկար արդեն Google-ով տեսել եմ։ Yes. Մտել եմ հնագիտական տարածք։
Այս հնագիտական տարածքում պահպանված են հին քրիստոնեական եկեղեցիների ու մկրտարանի ավերակները։ Այստեղ կարելի է տեսնել Սուրբ Թեկլայի և Սուրբ Մարիամ Մեծի եկեղեցիների հիմքերը, ինչպես նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի մկրտարանը, որտեղ Սուրբ Ամբրոսը մկրտել է Սուրբ Օգոստինոսին։ Այս տարածքը պատմում է Միլանի անցումը հռոմեականից դեպի քրիստոնեական քաղաք։ Duomo di Milanoից դուրս եմ եկել ու չգիտեմ կյանքումս հաջորդ անգամ երբ կվերադառնամ։ Եղանակը դրսում արդեն բավականին լավ է, դրա համար էլ այնքան շատ մարդ կա հիմա այստեղ։ Հիմա մտածում եմ ուրիշ մի երկու տեղ գնալ, որովհետև հետո ժամը արդեն երեկոյան 6:30, եթե հիշում եք, երեք տոմս էի գնել, որ պիտի գնամ նավով տուրի 1 ժամանոց։ Դրա համար պետքա որտեղ որ գնում եմ արագ վերջացնեմ մինչև ժամը 6 գոնե ուտելով բանով, որ 6:30 հանգիստ գնամ այդ տուրին։ Էս ինչա կատարվում այստեղ, ինչքան մարդ կա։ Կրկին գտնվում եմ Գալերիա Վիկտորիո Էմանուել 2 փողոցում, որտեղ կա այսենց luxury բրենդներ, օրինակ տեսեք այստեղ Rolex-ն է, կողքը Gucci-ն է, այստեղ Chanel-ն է։ Հիմա գտնվում եմ Ferrari խանութի մոտ, եկել եմ մտնեմ տեսնեմ ինչ կա ներսում։ Thank you. Կանանց հագուստ, կանանց պայուսակներ և կոշիկներ, կանանց հագուստ մաս 2, Ferrari մեքենաների ղեկ, առաջին Ferrari-ները, նայեք հենց շենքի մեջտեղում վերևից ինչա կախած, փոքր Ferrari մեքենաները։ Could you please tell me this one? The F8, this one comes at 16,600 euros. 16,000. Yeah, they all start from that price and Yeah. depends on the model they go about. Ինչպես հասկացաք, ներքևում գտնվող մեքենաները կոլեկցիա հավաքող մարդկանց համար է, որոնք սկսում են մոտ 10-15 հազար եվրոից մինչև 20 ու 20 պլյուս կարան լինեն։ Հիմա գնում եմ մի ամրոց, որի անունը Castello Sforzesco, չգիտեմ եթե ճիշտ եմ ասում անունը թե չէ, բայց եկեք գնանք բացահայտենք, որտեղ շատ սիրուն են նկարներով։ Այստեղ մի հատ խանութ մտա, ծառա մեռնում է, ասում է ջուր առնեմ։ Արա սովորական ջուր չէր, հանքային ջուր եմ միամիտ առել։ Այս խաղալիք ավտոին նայեք մի հանցո խաղալիք լինի։ Այստեղ սենց մի հատ ուտելու կետ եմ գտել, որը կոչվում է La Padineria։ Մտնենք մի բան ուտենք ստեղից։ Օտմելա շատ լավ է, լավ էլ տակրա։ Վճարել եմ 6.30 եվրո սրա համար։ Շատ համով է։ Շատ չխնդակ իմ վրա թե ինչի եմ սենց կանգնած, ուղղակի այս սենսորը ստեղ ա դրած։ Right։ Ասենք պետքա սենց մի ձեռը դնես սենսորի, մի ձեռը լվաս։ Ես որոշում եմ սենց անեմ։ Այստեղ կա Lego-ի շատ մեծ խանութ, եկեք մի հատ իրար հետ մտնենք։ Այս մեկը հաստատ Հայաստանում շատ կսիրեն։ Եկեք մի հատ նայենք Google-ով ինչ է այս շենքը, հասկանանք։ Ախ, հյուրանոց է։ Այս փողոցը ինձ շատ հիշացնում է մեր Երևանի հյուսիսային պողոտային։ Մի տեսակ շատ նման է, այս որ աջ ձախ կողմերն էլ խանութներ են, այս մեջտեղի հատվածն է սենց մարդիկ են քայլում։ Այն ամրոցը, որ մի ժամ է գնում եմ չեմ հասնում, այ էս է ոնց որ մի տեսակ բավականին ցուրտ է արդեն քայլելու համար, բայց ինչ անեմ, հիմա տուրիստ եմ, պետք է քայլեմ։ Այստեղ ինչ-որ մեկը երևի շատ շոքել է, հանել է գուլպաները, ոտա բոբիկ է սկսել քայլել։ Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում անցնելու լուսացույցը նարնջագույն դառնա 10 վայրկյանով։ Take it bro. No, I can't accept it. It's a gift? Yeah, don't worry, you my bro. No problem. Remember, happy. Yeah. But I didn't want it, man. Thank you so much. It's a happy life for you.
Hakuna Matata. Thank you so much. Thank you so Maybe much. donation, maybe. That's why you. No, it's not a problem. I can give you, but Maybe one. at first you said it's a gift. Oh, you my bro, no problem. Because you good guys. Can you? Maybe 10 euro, 5 euro, maybe. Oh, that much? I don't have, bro. I really don't have. I'll see whatever I have on coin. I'm giving you. It's not that much. I can. You have 10. I give you 5. No, it's 50. Yeah. Look, I give you 45. 5 euros for this? No, for solidarity. It's too much, bro. It's just for solidarity. Just for solidarity. Because you good man. Bro, that's too much. Oh yeah. Because you good man for solidarity. You are a good man too, but Okay, no, okay. I need money, bro. It will be 3 euros. Yeah. How much is this now? 47. 47? Yes, So this is 2020. 20, Okay. 20 and 5. Good luck. Thank you. You good man, Thank good man, you. You too. Bye bye. Bye, yara. Let me do it again. Yo! Say subscribe. Subscribe Subscribe to to me. subscribe to Chief. Okay. Say subscribe to Hike. Subscribe to Hike. Subscribe. Thank you. Bye. Եթե չհասկացաք ինչ եղավ երկու բառով ասեմ։ Իմ համար քայլում էի, մեկ էլ մի տղա եկավ մոտեցավ, ձեռիս մի անգամից սա կապեց, ասեց նվերա տալիս, վերջում էլ սենց արեց։ Բա կարող է ինչ-որ նվիրատվություն անես, donation անես, դե ինչքան ուզում ես տուր, բան, սենց, solidarity համար եւ այլն, սենց բաներ ասում, Աֆրիկայի համար, բան։ Վերջում ինձ սենց է անում։ Ինչքան ունես մոտդ, ասում եմ 50 եվրո, ասում է տուր ինձ 50 եվրո, ես քեզ կտամ 45։ Ասում 5 եվրո ես ուզում ես մի թելի համար։ Բռնում 2 եվրո էլ ավելացնում։ Մի խոսքով 3 եվրո ես թելի վրա ծախսեցի։ Ահա եւ մեր Sforcesco ամրոցը։ Sforcesco ամրոցը կառուցել են 1368 թվականին, բայց հետո այն վնասվել է ու կրկին վերանորոգել են 1450 թվականին։ Նույնիսկ Michelangelo-ի եւ Leonardo da Vinci-ի գործերից էլ կա ներսում։ Իր կառուցման նպատակը եղել է, որ այն հանդիսանա որպես ռազմական հենակետ, որը արդեն ինչ-որ ժամանակ անց դարձել է տուրիստական վայր, որտեղ էլ արդեն գտնվում են տասնյակ թանգարաններ։ Մտնենք ամրոց, տեսնենք ինչ արժի մի տոմսը։ Օ, բայց բավականին մեծ է այստեղ տարածքը։ Ուրեմն պետք է այդ հատվածից տոմսը առնեմ ու այսպես փաստորեն մտնում ես 10 թանգարան կա ներսում։ Բոլորով կարող ես պտտվել։ Եթե հիշում եք Փարիզի վիդեոն, հաստատ դուք էլ կնմանացնեք, որովհետև շատ նման է Louvre Museum-ին։ Իր այս տեսքով, որ դու միտեղ մտնում ես ու սենց պտտվելով գնում ես։ Maybe you are a student or under 25, you pay 3 euro. I'm under 25. I'm 23. From here? Yes. Oh, thank you so much. Ռոնդանինի Պիետան Մայքելանջելոյի վերջին գործն է, որը մնացել է անավարտ նրա մահից հետո 1564 թվականին։ Այն պատկերում է Մարիամին, ով գրկել է խաչից իջեցված Քրիստոսին։ Ինձ շատ դուր եկավ Մայքելանջելոյի պատմությունը սենց ասած, շատ հավես էր, որ իմ աչքերով տեսա իր արած գործերից մեկը։ Այս ինչ ուժեղ կամերա եվա նկարում։ Ինչպես միշտ մեր սիրելի սուվենիրների խանութը, մտնենք տեսնենք ինչ կա այստեղ, դե վերջին օրս է պետք է մի բան առնեմ։ Այս պատի մագնիսների մեջից այ սա եմ տեսել, երևի հենց սա էլ կվերցնեմ։ Thank you so much. Bye bye. Միլանի սուվենիրներ ունեցանք։ Yay! Thank you. Այս թանգարանում պահպանված են շատ հին դետալներ, օրինակ 10-րդ դարից, 11-րդ դարից, 12-րդ դարից։ Մի խոսքով շատ տարբեր գործեր կան այստեղ, որ հաստատ հերթով չենք կարա նայենք։ 1804 թվականի դաշնամուրը, բնականաբար փակավոր չնվագենք։ Այս թանգարանում նաև կա շատ մեծ հատված, որը նախատեսված է միայն երաժշտական գործիքների։ Այս ամրոցում ուրեմն մի հատ sense հատված կա, այս հատվածի առաստաղը Լեոնարդո դա Վինչին է նկարել։ Չեմ հավատում, որ հենց հիմա գտնվում եմ նույն սենյակում, որտեղ եղել է Լեոնարդո դա Վինչին։ Կանգնել է sense նկարել է այս առաստաղի վրա։ Չեմ հավատում։ It's good? Yeah. Oh, that's nice. Thank you so much. If you need a photo together, I can do it for you. Yeah, thank you very much. Each photo will be 4 euros. Oh,
Smile. So yeah. Thank you very much. No problem. Have a good day. Ամրոցի հետ իմ նկարը ստացա, հիմա ժամանակն է արդեն շարժվելու դեպի մի արձանի մոտ, որը միգուցե շատերիդ համար տարօրինակ թվա, բայց ես անպայման ուզում եմ գնալ։ Արձանի անունն է Love, այսինքն սեր, բայց արձանը մի փոքր կարող է ձեզ դուր չգա։ Հիմա գնում եմ այդ արձանի մոտ, դրանից հետո էլ պետք է արագ արդեն գնանք մեր նավի տուրին։ Բարի։ Ցույց է տալիս, որ մի րոպեից հասնում եմ։ Ոնց որ թե արա հեսա, հասանք։ Շատ նալու է։ Այս արձանը քանդակել է Մաուրիցիո Կատելանը, որը ներկայացնում է հասարակության բողոքը ֆինանսական համակարգի դեմ։ Թեև արձանը սադրիչ է բարձրացված միջնամատով, այն համարվում է ժամանակակից արվեստի գործ և տեղադրված է բորսայի շենքի դիմաց։ Կատելանը այն քանդակել է 2010 թվականին։ Պարզվեց, որ մեր իմացած love բառը չի, այսինքն սեր չի նշանակում, այլ ինքը բացվում է։ Լ տառը բացվում է որպես libertà, որը նշանակում է ազատություն, O տառը odio, որը նշանակում է ատելություն, V-ն բացվում է որպես vendetta, որը նշանակում է վրեժխնդրություն, I տառն էլ բացվում է eternità, որը նշանակում է հավերժություն։ Երկարությամբ այն 11 մետր է։ Իբր եղել է ժամանակավոր, բայց հետո քանի որ մարդիկ շատ են հավանել ու շատ հետաքրքրվել են, որոշել են, որ պետք է անպայման թողնել։ Բարև ձեզ։ Yeah, thanks so much. Հասա, հարա չեմ հավատում։ Ես արդեն նավի մեջ եմ ու շատ լավ տեղ եմ նստան ու մի հատ նայեք ինչ ճիշտ ժամի եմ եկել, նայեք ինչ լավն է հիմա։ Ուղղակի մի հատ պրոբլեմ կա, ես չգիտեմ եթե հիմա այստեղ մենք 120,000 հոգով կարանք նստենք թե չէ, բայց կարող է արդեն այս վիդեոն երբ որ ալիքում լինի 120,000-ից ավել էլ լինի, չգիտեմ։ Վերջ արդեն շարժվել ենք։ Hello. Չգիտեմ ինչի մեջ շատ եմ ուրախանում, շատ հավես է որովհետև Միլան գալուց անպայման պետքա սենց բան անեք։ Նույնիսկ սենց բան Փարիզում էլ կար, եթե հիշում եք, որ ես չկարողացա անել։ Դրա համար ասացի կանեմ Միլանում։ Take a photo for me and I will do it for you. Thank you so much. Արդեն 5 րոպե է, ինչ վերադառնում ենք, ուղղակի շատ ցուրտ է այս դրսում, նույնիսկ որոշ մարդիկ գնացին ներսում նստեցին, բայց ես մեկը սենց դրսում եմ նստած, նույնիսկ վերևից արդեն անձրև է կաթում, բայց ես դրսում եմ նստած, քանի որ հեսա մի 10 րոպեից հասնելու ենք։ Միակ մինուսը այն էր, որ 50 րոպեն անցավ 5 րոպեվա պես։ Այնքան արագ էր, որ ինձ թվաց կեսից ինքը կիսատ է թողում ու վերադառնում, մինչ այդ պարզվեց, որ 50 րոպեն արդեն վերջացել էր։ Կողքից ասեցին, կողքից հուշեցին, որ վերջացել է, դրա համար է վերադառնում։ Վերջ ցուցակի այս մեկն էլ արեցինք, պտիչկան դրեցինք։ Grazie, ciao։ Պատասխան չստացա։ Հայ մարդ, խոսած իտալերեն ու դու իգնոր արեցիր։ Ուրեմն նավով նոր անցնում էինք մի փողոցով, որը կոչվում է Navigli։ Նույնիսկ Google-ը ասում է, որ անպայման պետք է այնտեղ այցելել, քանի որ ինքը համարվում է ամենասիրուն փողոցներից ու տարածքներից մեկը Միլան քաղաքում։ Հիմա ես շարժվում եմ դեպի այդ կողմ, տեսնենք ինչ կգտնենք այնտեղ ու երևի միտեղ էլ այնտեղ կնստեմ, մի բան կուտեմ, ընթրիք կանեմ, որտեղ արդեն սոված եմ։ Ես ինչ հիշում եմ այս վիդեոյում, մի 10 անգամ արդեն ասել եմ սոված եմ։ Այս փողոցը անկեղծ այնքան է դուրս գալիս։ Սաղ սենց շատ ջերմ ռեստորաններ, կաֆեներ են իրար կողք։ Շատ հավես է, ամեն մի տեղ ինչ որ տարբեր vibe է, տարբեր երաժշտություններ։ Իմ դիմաց գտել եմ Carrefour։ Մտնենք տեսնենք այստեղ կա Mr. Beast-ի շոկոլադներից։ Հուսով եմ կլինի, որովհետև արդեն ինչ Եվրոպայում եմ ուզում եմ փորձեմ։ Ինձ ասել են ամերիկյան խանութներում պիտի որ լինի, բայց դեռ չեմ հանդիպել։ Չէ, այստեղ էլ չկա։ Ամեն տեղ նայում եմ չկա։ Փաստորեն շատ բարդ է գտնել այդ Feastables-ը Եվրոպայում։ Համով բան եմ առել պիցցայա պանրով, որտեվ շատ սոված եմ, գոնե համ կքայլեմ, համ էլ ճանապարհին կուտեմ։ Հոտը շատ լավն է, բայց քար է։ Ինչ համով է։
Համովա։ Մոտ կես ժամ փողոցներում ֆռալուց հետո եկա մի հատ ռեստորան նստեցի, անունը Signor Vino, Parmigiano, Reggiano։ Քանի որ checklist-ս բացեցի ու տեսա, որ ոչ միտեղ էլ չի մնացել գնալու, ասեցի գամ սենց միտեղ նստեմ մի բան խմեմ ու ամփոփեմ Միլանը։ Քանի որ վաղը էլ էստեղ չենք լինելու։ White and sparkling. Oh, please one glass of this one. That's it for now. Thanks so much. Okay. Thank you so much. Ահա եւ իմ գինին։ Օրո, հոտը ինչ լավն է։ Քանի որ կերել տրակել եմ, այստեղ հաստատ ուտելու բան չեմ պատվիրելու։ Օրո, այս ինչ լավն է։ Օ, շատ համով է։ Նկատել եք արդեն մի շաբաթ ինչ կերել եմ, որտեղ կերել եմ, ասել եմ շատ համով է, կամ իրոք շատ համով են, կամ իմ համար ամեն ինչ համով է։ Всё, գնացի մի քիչ մենակը ժամանակ անցկացնեմ։ Կապում ենք մեր հերախոսը, որ հանկարծ չգողանան, այսինքն կապում ենք, գնում ենք լվացվելու եւ վճարելու եւ լքում ենք այս տարածքը։ Չենք մոռանում ձեռքերը լվալու մասին։ Գնացինք։ Էլի ձեզ մոռանում էի։ Thank you, bye-bye։ Դրսում դեռ անձրև է։ Տեսնեմ ոնց եմ հասնելու իմ հյուրանոց։ Շատ մեռած եմ ինձ զգում, ուզում եմ հասնել հյուրանոց։ Ինձ սկզբում թվում էր ես դուրս գալուց էլի վճարելով էի դուրս գալիս, բայց պարզվեց, որ ինքը ավտոմատ մենակ մի անգամն է հաշվում, մի անգամն է քարտից հանում։ Բարի գիշեր։ Oh, Senor.